Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսելով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին ընդգծեց, որ ինքը վերջին 20 տարին անընդհատ լսում է այդ մասին խոսակցություններ։ Խոսում են մոդուլային ինչ-որ ատոմակայանների մասին։ Բացի Ռուսաստանից աշխարհում ոչ մի երկիր այսօր չունի մոդուլային աշխատող ատոմակայան։ Ուղղակի չկա։ Երբ որ sense խելուն դեմքով ինչ որ ասում են փնտրում ենք, չգիտեմ ուր են գնում, Կանադա, Արգենտինա եւ այլ, ժողովուրդ ջան, չկա, այսօր չկա։ Կարող է 5 տարի հետո լինի, կարող։ Կա մի հատ ավելի էքսպերիմենտալ մի փոքր կայան Չինաստանում։ Այդ սա խոսակցությունները, ասես ասենք, թոս փչելու, ինչ որ անտուրաժ ստեղծելու, տպավորություն ստեղծելու մասին է, որ խոշոր, երկարատև, sense պրոյեկտների մասին եք մտածում Հայաստանի ապագան, պայծառը, դիվերսիֆիկացված եւ այլն։ Այսօր չկա։ Պարապ խոսակցություն է։ Միայն կրկնեմ, մոդուլային աշխատող կայան լիցենզավորված ունի Ռուսաստանը։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ, ով նշեց, որ Քոչարյանի ասածը միանշանակ ճշմարիտ է։ Այն կոնտեքստում, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ գտնվող մոդուլային ատոմակայանը շահագործվում է։ Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի մոդուլային, փոքր զորության մոդուլային կայան, որը այս պահի դրությամբ գտնվում է շահագործման մեջ։ Այս առումով իհարկե երկրորդ նախագահը առավել քան կոռեկտ է, որովհետև Ռուսաստանը ուրեմն հյուսային Սառուցյալ օվկիանոսում շահագործում է ակադեմիկ Լոմոնոսով կոչվող սառցահատ նավը, որի վրա տեղակայված է փոքր հզորության մոդուլային կայան։ Եվ դա հենց այդ նույն ռեակտորի մոդելն է, որը այսօր Ռուսաստանը առաջարկում է նաև Հայաստանին։ Այո, խոսքը Rhythm 200N մոդելի ռեակտորի մասին է։ Բայց ինչ վերաբերում է այլ երկրներ, օրինակ տեսեք Ամերիկա Միացյալ Նահանգները նախագծում են այսօր մոդուլային ռեակտոր, որը շահագործման է հանձնվելու 2031 թվականին։ Չինացիները եւս ունեն նախագիծ, որ այսօր իրականացվում է, բայց այն հիմնականում հետազոտական բնույթի նախագիծ է։ Փաստացի այս առումով ինչ վերաբերում է արդեն իսկ շահագործվող կայանին, ապա այո Ռուսաստանը բնականաբար աշխարհում առաջատարն է եւ կարող ենք ասել, որ միակն է այս պայթրությամբ։